Բարի երեկո, շատ ուրախ եմ, որ Աստված ինձ հնարավորությունն ա տվել, որ այսօր ձեր հետ եմ, այս երեկոն ձեր հետ եմ եւ իմ վկայությունն եմ պատմելու ձեզ բոլորին։ Ես 5 տարեկանից եկել եմ մեր Սուրբ Կարապետ եկեղեցվո Կիրակնորյան։ Իմ մաման 5 տարեկան ինձ ծանոթացրեց մեր սիրելի ուսուցիչներին, ասում են, որ փոքր վաղ ես լիքը հարցեր ունեի, շատ էի խոսում, հետո գնալով ինչքան մեծացա, այնքան ավելի ստիպած է գնում Կիրակնորյա դպրոցը, 5-ից կարծեմ 10 տարեկան, ինչքան մեծանում էի, այնքան պարապ բաների հետևից են գնում ու չէի ուզում գնալ, մաման զորով էր տանում, մինչև 10 տարեկան եղա, ասի մամ, էլ չեմ ուզում գնամ, ասեց, օքեյ տղես, դե մի գնա, էլ չստիպեց։ Հետո մի օր հիշում եմ տատիկենց տունն ենք հավաքվել, ասի մամ, չգիտեմ ինչա, բայց հետաքրքիր զգացմունք եմ զգում, երբ Կիրակնորյա եմ գնում ու չեմ կարող բացատրեմ, ուղղակի տենց ուրիշ զգացմունք է։ Ու ասեց, օքեյ, դե հետ ես գնալու Կիրակնորյա։ Սո հետ տարավ Կիրակնորյա մինչև 14 տարեկան, երբ ավարտեցի, հիշում եմ այն վաղտ էլ նույնպես այն վաղտ ֆուտբոլ էի խաղում, մեկ-մեկ Կիրակի առավոտներ ելնում մեր խաղերը եւ ուրախանում էի, ասում եմ, լավ է, առավոտը խաղեմ, մաման Կիրակնորյա չի տանի։ Բայց գնում էի, որպես ճիշտն ասած, չեմ հիշում ինչի էի գնում, ուղղակի գնում էի։ Գնում էի, կարող եմ մտածում էի, որ ճիշտ բան է, լավ բան է։ Այն վաղտե փոքրուց իմ մաման եւ ուսուցիչներս ինձ օգնեցին, որ ես հասկանամ Աստծո ինչքան կարևոր է Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ։ Ուղղակի ես չէի ուզում ավելի շատ խոսամ նրա մասին, հեսա։ Բայց ես չէի փնտրում Աստծուն։ Ես գիտեի, որ կարևոր է, որ Աստծո հետ հարաբերություն ունենանք, բայց ես ոնց որ վիզ չէի դնում, որ Աստծուն մոտիկանայի։ Ու դեռ մի քիչ փոքր էի տարիքով, լրիվ չէի հասկանում։ Հետո ավարտեցի, կարծեմ մի օր գնացի մեր youth group-ի ժողովին եւ էլ չգնացի ես, էդի վերջի անգամներ ու հետո արդեն high school սկսա։ High school-ը իմ համար եւ I'm sure լիք երեխեքի համար ոնց որ դու արդեն you go from being a kid into ոչ թե adulthood, բայց սկսում ես որոշ բաներ սովորել ու ես այն վաղտ սկսեցի ահագին մեղք գործել, մեղքի մեջ էի քայլում, մեղքի մեջ էի ապրում եւ փոքրուց որ Կիրակնորյանում մեծացել էի, ես հասկանում եմ, որ իմ արածները վատ բաներ էին եւ Աստծուն հաճելի չէին։ Ես հասկանում եմ, որ իմ արածները մեղք էին կոչվում, բայց ես վատ չէի զգում իմ մեղքերիս համար։ Իմ համար սովորական եղավ իմ արածները։ Հետո 20 թվի նոր տարի գիշերներ։ Չնայած նրանից առաջ հիշում եմ սկսեցի աղոթել։ Գիշերները 5 վայրկյան նույն աղոթն է ասում ու քնում էի, նոկաուտ ելնում։ Ու էդ էր իմ հավատքը, էդ էր իմ հարաբերությունը Աստծո հետ։ 5 վայրկյան աղոթում էի գիշերները։ Ու հիշում եմ այն վաղտ, ասենք Instagram-ով, եթե Հիսուսի հետ կապված ինչ-որ մի վիդեո էր գալի, լայք էի անում ու մտածում եմ, որ մեծ բան է անում այն վաղտ։ Հիշում եմ մի օր էլի ֆուտբոլ էի խաղում, high school-ում կար ամենաթույլ թիմը, մեջտեղի թիմը, հետո ամենալավ թիմը։ Ես դեռ JV թիմի հետ գոլ չէի խփել ու վերջին խաղն էր սեզոնի։ Հիշում եմ այն վաղտ ավտոբուսով էի գնում դպրոց, աղոթում էի, ասում էի, Տեր, խնդրում եմ օգնի ինձ, որ գոլ խփեմ։ Հետո խաղը եկավ, գոլը խփեցի, խաչս արեցի, շնորհակալություն հայտնեցի Աստծուն եւ նորից մոռացա իրան։ Ու տենց լիքը եղավ, որ երբ որ ֆուտբոլի հետ կապված թե ինչ որ մի բան եթե ինձ պետք էր ելնում, ես Աստծուն աղոթում էի Աստծուն, հետո որ ելնում էր, որ անում էր, որ տալիս էր իմ ուզածը, ես էլ չէի փնտրում իրան։ Հետո նոր տարի գիշերը 20 թվի 15 տարեկան կլինեի, ընտանիքիս հետ առանց բացատրելու ինչ եղավ, ոնց եղավ, կարճ ասած, բոլորս կարանք միանգամից մահանանք եւ Աստված փրկեց մեզ բոլորիս։ Եվ ես իմացա, որ Աստված մեզ փրկեց։ Գիտեի, որ չանց չէր, չգիտեմ ինչ չէր, գիտեի, որ Աստված մեզ փրկեց եւ ասեցի, Տեր, քո համար եմ ապրելու։ Հետո մյուս օրը
ոնց որ հետ եկանք տուն, հասանք մեր հանգիստ սովորություններին եւ լրիվ մոռացա իմ ասածը ու չապրեցի իր համար։ Հետ գնացի այն նույն մեղքերին, ինչ որ ես արդեն սովորել էի։ Հետո մի 6 թե 7 ամիս հետո 20 թվի ամառներ հիշում եմ TikTok ունեի, այն վաղ Facebook-ի նման բան ունեի։ Ու հիշում եմ լողանալուց առաջ վիդեո էի նայում ու ինչպես նոր ասում էի, լայք էի անում են Հիսուսի վիդեոները, մի հատ վիդեո եկավ։ Գիտեմ, որ Հիսուսի մասին էր, բայց ճիշտն ասած չեմ հիշում ընդհանրապես վիդեոն, մենակ գիտեմ, որ Հիսուսի հետ կապ ուներ վիդեոն, լայք չարեցի, չեմ ձայնագրել, save չեմ արել, կորցրեցի այն վիդեոն, բայց հենց այս վիդեոն նայեցի, ինչպես ասում եմ, որ իմացա, որ իմ արած գործերը մեղք էին եւ վատ բան էին, ես իմացա, որ իմ ապրած ձևը Աստծուն հաճելի չէր, բայց ես երբեք վատ չզգացի նրա համար։ Իմ համար սովորություն էր իմ ապրած կյանքը։ Հետո այն վիդեոն, որ նայեցի, ոնց որ իմ մեղքերը and ոնց ասեմ, the conviction that I wasn't feeling, մի անգամից ես մեղավոր զգացի։ Եվ այն մեղավորությունը ավտոբուսի նման ինձ խփեց եւ սկսեցի լացել զուգարանում։ Սկսեցի լացել եւ չեմ հիշում ինչ ասեցի, ինչ եղավ, բայց գիտեմ, որ այն օրը Աստված ինձ իմ մեջ ինչ-որ մի բան փոխեց։ Ես էլ նույն մարդը չէի այն օրվանից։ 6 ամիս առաջ ասեցի, որ քո համար եմ ապրելու եւ չապրեցի։ 6 ամիս հետո ինքը ինձ փոխեց։ Հիսուսը Հովհաննեսի ավետարանում ասում է You must be born again. Եվ ես այն օրը նորից ծնվա։ Սուրբ Հոգին Աստված ինձ իր Սուրբ Հոգով լցրեց եւ ես նորից ծնվա, նոր creation եղա։ Եվ այն օրվանից ոնց որ ինքը փոփոխություն արեց իմ կյանքում։ Ես ոնց որ առաջվա պես վիզ չէի դնում, բայց ինքը ինձ օգնում, նորից վիզ էի դնում, բայց ինքն էր օգնում։ Մի օրվա մեջ քֆուր էլ կանգնավ իմ կյանքում, քֆուր տալը, վատ մտածմունքները, կամած ոնց որ ասեց, Աստված իմ սիրտը մաքրեց եւ մինչեւ հիմա նույնիսկ մաքրում է։ Եվ ես շնորհակալ եմ Աստծո համար։ Մարդիկ, որ դրսից նայում են, լիքը կարծիք ունեն, լիքը բան են ասում, մտածում են, որ մանավանդ են վաղ, որ լավն է, ես են է, կիրակնորյա է գնում, մարդկանց մեջ կարա ես ինքս ինձ ոնց որ շնորհքով եմ մնում, մարդիկ մտածում են, որ ես չգիտեմ ինչ հրեշտակ էի, չգիտեմ ինչ է, բայց ես գիտեմ ճիշտը որն էր, ես գիտեմ մինչև հիմա, ինչպես ասում ենք, ես առանց Աստծուն շատ տկար եմ եւ միշտ ասում եմ երեխեք չեն, բայց մեր youth group խմբին միշտ ասում եմ, որ եթե դու իսկականից ընդունել ես Հիսուսին, եթե դու իսկականից հավատք ունես, կերևա քո ապրած կյանքից։ Ես չեմ կարող ասեմ Հիսուս քեզ սիրում եմ, քեզ հարգում եմ, պաշտում եմ, բայց իմ ապրած կյանքով իրան արհամարում եմ, իրան disrespect եմ անում անընդհատ։ Այդ իսկական սեր ու հավատ չի։ Հետո միշտ փորձում եմ clarify անեմ, որ չմտածեն, որ մենք պիտի լավ բաներ անենք, որ փրկվենք, դա սխալ է։ Հիսուսն է մեզ փրկվում, մենք որ մեր հավատքը դնում ենք իր մեջ, որ դատաստանն է գալի, որ Աստված մեզ նայում է, էլ մեր մեղքերը, մեր սխալները չի տեսնում, Հիսուսի կատարյալ կյանքն է տեսնում, եւ որ խաչին նա Հիսուսին նայեց, մեր մեղքերը տեսավ։ Մենք որ հավատքը դնում ենք իր մեջ, նոր ենք փրկվում, բայց որ մարդ իրականում փրկվում է, որ նորից է ծնվում, այն մարդը չի կարող նույն մարդը լինի։ Հնարավոր չի, որ այն մարդը նույնը մնա։ Աստված կսկսի իր գործը այն մարդու մեջ։ Հետո կարճ ասեմ, հետ եկա կիրակնորյա խումբը, նորից միացա, այս անգամ ուզելով եւ նորից հանդիպեցի մեր մյուս Կարո եղբայրին, Աջեմյանին։
Եվ ինքն էր youth group-ի առաջնորդը այն վաղ, գալիս էի լսում էի, մի օր ասեց, որ ուզում էր, որ մենք, որպես աշակերտներ, պատկան բերենք։ Այն վաղ փոքր էր, մեր խումբը շատ փոքր էր, ես եւ Մարաբյան քույրիկներն ենք, եւ ես ասացի, որ կբերեմ պատկան։ Այն օրվանից մեկ-մեկ էլ չեր գա կարո եղբայրը Կիրակնորյա ու ասեց, որ չեմ ասի ինչ ասեց, բայց ասեց, որ ուզում եմ դու լնես youth group-ի առաջնորդը։ Ու ոնց որ ինչպես ասում էր մեր կարո եղբայրը, որ Աստված դուր է բացում, ոչ մեկ չի կարա փագի։ Ես չէի ուզում, որ ուսուցիչը լինեի, youth group-ի առաջնորդը լինեի, այդ ինչ որ մի բան լինի, բայց Աստված դուրը բացեց եւ ես փառք եմ տալ իրան, որ հիմա կարամ ծառայեմ իրան եւ այս գործը անեմ իր համար ու կներեք, որ հուզված, չգիտեմ ինչի հուզված ճիշտ ասած, բայց փառք Աստծո, լավ բան է, մեկ-մեկ մտածում եմ, որ ոնց է որ Աստված որ այնքան լավն է, ոնց է որ ավելի շատ չեմ հուզվում, համարում եմ սովորական բան Աստծո փառքը եւ դա ճիշտ չի։ Ցո փառք Աստծո, նորից շնորհակալություն եմ ձեզ հայտնում ժամանակի համար եւ նորից Աստծուն փառք եմ տալի հնարավորության համար եւ այո, շնորհակալ եմ